Մեր ձևովը հին ձևերով, հաջորդ վարչապետ չդարձած Կարապետյանի թիմն ուսանողներին է նորից հիշել, թիմ ընտրություններն են մոտենում։ Պարգևատրման առանցքային դերակատարը Գոհար Ղումաշյանն է, ով հիշեցնենք հունիսին ծնված վետերանին հաջորդ տարվա ապրիլին էր որոշել ծննդյան նվեր անել հեռուստացույցի տեսքով։ Նախորդ ամիսներին շատ խառն էր եղել, իսկ ընտրություններից 2 ամիս առաջ ոչ, հետևաբար չմտածեք, թե նախընտրական կաշառք էր։ Хорошо-то նոր մտածեցի։ Այն տելևիզորը ունել ինչ անում, դրա տեղը փող կարած փողով։ Ինչ անում։ Հա, դրա տեղը փողով, ինքը տելևիզորն ինչ անում, տունը կա։ Հիմա այս ֆայն ինքը դրա կարիք շատ ունի։ Հա, ենքան ուրախանավոր։ Դեսո, բայց Սիմոն Նիկոլաևիչ, չասի հանկարծ։ Լավ, չէ, ոչ մեկը, 3 շաբթի օրը ուրեմն կհանդիպենք։ Вам спасибо. Сейчас что-то могу вам сделать, что-то приятное? Հիմա էլ ասում է ընտրություններն ավարտվեցին, մարզերի ուսանողներին ենք պարգևատրում։ Ընտրություններն անցան, սահմանափակումները վերացան եւ Կարապետյան հիմնադրամը շարունակում է իր աշխատանքը։ Ինչպես խոստացել էինք, մարզերում բնակվող 100 լավագույն ուսանողները կստանան պարգևատրում իրենց 1 տարվա ուսման վարձի չափով։ Իհարկե Ղումաշյանը չի հիշատակում աշնանը սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Իրենց թիմի անդամներն էին հայտարարել, որ նպատակ ունեն մասնակցել ու հիմա էլ այս կերպ փորձեն քաղաքացիական պայմանագրին իշխանազրկել։ Հարցը թիմերի վերաբերյալ, քանի որ դուք նշել եք, որ առաջադրելու եք թեկնածուներ, դուք արդեն որոշում ունեք, որ համայնքում Գյումրիում, Արթիկում, Աբովյանում դուք արդեն որոշել եք թեկնածուներ։ Մի քանի համայնքում ունենք, մի քանի համայնքում դեռ որոշումների փուլումը կներկայացնենք ընթացքում, որպեսզի վերջնական հենց ներկայացնելու ժամանակ բոլորին կներկայացնենք։ Քաղաքացիական պայմանագրին իշխանազրկելու նախորդ անհաջող փորձը խորհրդարանական ընտրություններն էին։ Քարոզարշավի ողջ ընթացքում եւ անգամ ընտրություններից հետո հրապարակվեցին հակակոռուպցիոն կոմիտեի մի քանի տասնյակ ձայնագրություններ։ Մինչև հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել էր 125 վարույթ։ Ընտրողներին շահագրգռելու համար փող էին խոստանում քյաբաբ, կոլա, շալվար։ Գործը գլուխ չեկավ։ Արդյունքն ընդամենը 29 ընդդիմադիր պատգամավորի մանդատն էր, բայց ինչպես ուժեղների իրավաբան Արամ Վարդևանյանը մի առիթով ասաց, ընդամենը 258 մեղադրյալ կա։ Հետևաբար զանգվածային ընտրակաշառքի մասին խոսք լինել չի կարող։ Եվ մեղադրյալ են հանդիսանում հունիսի 24-ի դրությամբ, այսինքն հունիսի 7-ին հաջորդած ժամանակահատվածը ներառյալ 258 անձ։ Հիմա ուզում եմ հասկանամ, որևէ մեկը այլևս այս հայտարարությունից հետո կարող է խոսել նրա մասին, որ Հայաստանում եղել են զանգվածային ընտրակաշառքի դեպքեր 258 մեղադրյալի պայմաններում։ Հավանաբար թիմ ընտրություններին ընդառաջ կլինեն այլ մրցանակաբաշխություններ ու պարգևատրումներ ևս, որովհետև օրինակ եթե չլիներ բաժանված այդքան ընտրակաշառքը, չլինեին Ռուսաստանից հատուկ քվեարկության համար բերված մեր հայրենակիցները, քանի ձայն կհավաքեր ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։